պատկերացվում են։ Կար ժամանակ, որ ամբողջ աշխարհը խավարի մեջ էր։ Այն ժամանակ ոչ խոտ կար, ոչ ծառ, չկային այսօրվա հիանալի ծաղիկներն ու թռչունները, նույնիսկ երկիրն ու երկինքը չկային։ Ողջ տիեզերքը խավարի մեջ էր, քաոս էր տիրում, սակայն Աստված չուզեց, որ այդ ամենը այդպես մնա, ու ստեղծեց այս հոյակապ աշխարհը։ Մենք գիտենք, որ ոչ մի բան ինքնին չի լինում։ Մեզ շրջապատող անսահման ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհը վկայում է մեծ և իմաստուն Արարչի մասին։ Սուրբ Աստվածաշնչում, որը Աստծո հոգով ներշնչված սուրբ մարդիկ են գրել, նկարագրված է Աստծո խոսքով ստեղծված երկիրը։ Սկզբում Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, իսկ երկիրը անձև էր ու դատարկ, և խավար կար անդնդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. «Լույս լինի», և լույսը եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, և Աստված լույսը բաժանեց խավարից, և Աստված լույսը ցերեկ անվանեց, իսկ խավարը գիշեր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ, առաջին օրը։ Եվ Աստված ասաց. «Ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերից բաժանի»։ Եվ Աստված արեց հաստատությունը։ Եվ բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերից։ Եվ այսպես եղավ. և Աստված հաստատությունը կոչեց երկինք։ Եվ իրիկուն եղավ, և առավոտ,